գիներու դոնն է, մարգի 8-ը, և պիտի գարտամ Պետրոսեն, որով Պետրոսը ասելիք ունի գիներուն, և այնտեղ եմ պիտի ես սկսիմ, այբ Պետրոս 3, 1-6, գսե նույնպես և թուք կանայք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, համբեր է, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, գանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն, դեսնելով ձեր երկյուղածության բարգեշտ վարքը։ Ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը, մազերն հյուսելը, ոսկեղեն տնելը կամ շքեղը սկեսներ հագնելը, այլ ներքինը, սրտի ձգտված մարդը, հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որն Աստծո առաջ առավել արժեքավոր է։ Որովհետև մի ժամանակ այդպես էին զարդարվում իրենց հույսը Աստծո վրա դրած սուրբ կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին, ինչպես Սարան, որ հնազանդ էր Աբրահամին, նրան դեր գոչելով, նա ձեզ զավակներ դարձրեց, որպեսզի բարեգործ լինեք ու ոչնչից չվախենաք։ Այդ Պետրոս նամակի մեջ պիտի տեսնես այսպես շարք մնույթեր գխոսի, բայց թեման նույնն է։ Հնազանդ լալու մասին գխոսի։ Եթե երթաս երկրորդ գլուխ 10-րդ համար, պիտի տեսնես Պետրոս գսե անուն Տիրոջ հնազանդ եղեք մարդկային ամեն իշխանության։ Թե թագավորին որպես քերակույնի եւ թե գարավարիչներին, հնազանդ եղեք գսե։ Հանգարց դուք բանի խումբեն միլակ, որ գարավարությունը գտոթափեն եւ մարդ կսպանեն Աստծո անունով, այսօր կտեսնենք արդեն Աստծո անունով, Հիսուսի անունով, արդեն բادرազմներ կհրճակվի եւ քրիստոնյաներ հոժար են մարդ մերնի արյուն թափի Հիսուսի անունով։ Եվ մեկը չսկար, որ ձուրբ համ մգա ասոր մեջ։ Սո Պետրոս գսե հնազանդ եղեք, ասի մեկ խոսքով հարգերդ վճար է, հարկ է, նույնիսկ եթե ալքու գարձգո չի հարկվիր, պետք է հարկես, ամենին իշխանության հնազանդ պիտի ելաս ոստիկանին եւ այլն, գրնամ որ մի կզբարձել, թագավորին, գարավարիչին եւ այլն։ Անգե ետքը 18-րդ համար 2:18-ը գոխոսի ծարաներուն կամ կորձավորներուն, ասեմ, գսե ծարաները թող ամենայն երկյուղով հնազանդ լինեն դերերին, բոսերին, անոր կորձավոր է, անոր ծարա է, եւ անոր կորձավորը եսել է ծարա է, որով մեգումը կծարա է ստուն։ Իրենք ուզազին թող պատտեն ասեն մենք ասինչ դեսիլքին համար գաշխատին կոր ասինչ արաքելություն ունենք եւ այլն ի վերջո մարդու կծարա այսօր եւ եթե քիչիկ ան մարդը քեզ մեկ կոչել լա ինքը քեզի կվրընդե արդեն չէ իրեն զարան ես մեկ խոսքով ինքը քեզի տրամ կվճարի որ քու ժամանակիդ համար եւ մենք կփոխարինենք որ մեր ժամանակը տրամով կքնեգոր մեզ տրամով ցար սո ծարա եմ ես իրական մեջ բայց գսե ամենայն երկյուղով հնազանդ լինեն դերերին նկատի առ քրիստոնեությունը չի քաչալերեր հեղափոխություն սատանային թեմ կքաչալեր է բայց ոչ մարդկային իշխանության թեմ երկյուղով հնազանդ լինեն դերերին ոչ միայն բարիներին ու հեզափարոներին մարդիկ կսեն եթե բոսս լավ մեկը լա ես իրեն հնազանդ կլամ բայց Պետրոս կսե ոչ միայն բարիներին եւ հեզափարոներին այլ նաեւ ժանդափարոներին ասին հաջիշտ հագարակը անոնցա հնազանդ լանք հիմա անշուշտ մեկը բամը ասեմ սկիզբեն թողասիկա վերնակիրի վես մնա թերված լա Թուն կանչված ես հնազանդ լալու ամեն իշխանության միջև անադեմ որ այդ իշխանությունը քեզի չսեր որ Աստծո իշխանության թեմ ելես Okay Եթե Աստծո իշխանության թեմ գելե ասել է քերակույն իշխանությունը որ Աստված է ադի առաջնահերթ կուկա եւ Աստծո իշխանությունն է որ պիտի բարդատրվի այդ վայրի մեջը Եթե մեկը կայ ինձի պիտի ասե բոսս լայվ ինձի ասե սուտ խոսիր ես իմիցեմ սորի չեմ գնար քեզ մե ավելի քերակույն իշխանություն գա որ ինձի գսե սուտ մի խոսիր եւ ես անորի ընթարգված եմ ավելի քան քեզ Եվ չես կնար ինքը իր իշխանութենեն դուրս գելե, եթե ինքը Աստուծո իշխանութենեն դուրս ելավ։ Ես համիկս բարձել։ Ինչպես որ զինվորության մեջ այդպես է, եթե գեներալը իր գայսերին թեմ ելե, ինքը իշխանություն կգործընծնի այդ թակավորության մեջ։ Այլևս չի գնար երթալ իր զինվորին ասել, որ իմ ուզածս պիտնես, որովհետեւ զինվորը գսե որ թուն ելար իշխանութենեն, եւ որ գայսերին թեմ ելար, եւ ես գայսերին մտիկ կնեմ։ Ես անոր իշխանության ենթարկված եմ։
Հետևաբար, ուզեցի մեկը դասիկա հստակացնել ասոր մասին Աստվածաշունչը գխոսի, բայց այստեղ գետրոնացումը ադի է, որ միջև անադեմ որ Աստծո գամքին հագարակ բան չէ ուզված քեզի։ Դու պետք է հնազանդ լաս ինչ որ ալլա կուսկացում ես։ Դու ուրախ ես, նեղված ես, իր ճուրը խմած ծևեն գկայտաղիս, ինչ ուզես, ինչ կսկաս, մենք իբրև քրիստոնյա գանչված ենք հնազանդ լալու։ Ադամը գտանա եւ գսե ծարաներ ծեր դերերին, բարիներին եւ ժանդապարոներին հնազանդ եղեք։ Հետո գտարնա գնոջը։ Եվ գսե գիներ հնազանդ եղեք ծեր ամուսիններին։ So գարկ եւ կանոնը մշակույթի մեջ որ պետք է հարկվի, եթե գուզենք որ սատանան չի հաղթե։ Եվ Աստծո գործը ընթանա։ Եվ ասոր մեջը մենք արթուն եւ զգուշ պիտի ելանք։ Եվ որովհետեւ Սամուելը յետև նայեցավ, ես 7-րդ համարը պիտի կարդամ, որ մեջը գսե ճիշտ 4-րդ համարը, գսե նույնպես եւ դուք ամուսիններ նրանց հետ խոհեմությամբ ապրեք։ Գնոջը որպես թյուրափեք անոթի վերապերվեք, բադվեք իբրև կյանքի շնորհի ժառանգագիծներ, որպեսզի ծեր աղոթները արգելք չլինի։ So նկատի առ ամուսինին աղոթները արգելք կրնան ունենալ, եթե իր գնոջը հետ հարաբերություն լավ չէ, աղոթները չի լսվիր գարձես։ Արգելք կտնե իր աղոթքին արչև, եթե իր գնոջը հետ շիդակ չի վարվիր, չի բադվեր իր գինը իբրև ժառանգագից իրեն։ Իմիջ այլոց ասալ եմ Աստվածաշունչը, հիմա ես այսօր այո գիներուն վրա գետրոնացած եմ, որո գիներու դոնն է, բայց հայրերու դոնին ալ հայրերուն նսելիք ունիմ։ So այդ օրերին ալ սպասեցեք չգարձեք որ միագողմանի է մեր հովիվը, okay, երկու գողմանի է հովիվը, երկու հատնալ գահարքի, երկու հատնալ գսիրե։ So շատ կարևոր գետ գա ամուսնական կյանքի մեջ որ հիմնական է եւ օրենքն է որ Աստվածաշունչին սկիզբեն Աստված դրած է եթե նայիս ծննդոցի մեջ է որ Աթամ եւ Եվա ստեղծվեցան եւ իրենց ամուսնության դվավ, ըսավ որ հիմա դուք սավ մեկ մարմին եղաք եւ մարդուն ըսավ պիտի թողես քու հայրդ եւ մայրդ եւ պիտի միանաս քու գնոջդ։ Okay? So այն գինն ու մարդը որ իր ընտանիքը գխառնե իր ամուսնական կյանքի մեջ արդեն թիվային թուրերը սկսավ փանալ։ Որովհետեւ ամուսնական կյանքը սուրբ վայր մնե որ միան գնոջը եւ ամուսնին կպատկանի գեսուրներ բեք չեմ մտնեն մեջը։ Թրացիներ բեք չեմ մտնեն մեջը, քույր եղբայր բեք չեմ մտնեն մեջը։ Եվ որ մտավ արդեն խանգարումը սկսավ։ Որովհետեւ դու կանչված ես թողելու հայրդ եւ մայրդ, ոչ թե անարգելու։ Okay, քան ուրիշ դեր Հիսուս գայբանե փարիսեցներուն, որ դուք ժողովրդին կսորվեցնեք, որ չբադվեն իրենց հայրը եւ մայրը, որով չէին դարձրամ իրենց, ադի չէ միտքը, պիտի չանարգես հայրդ մայրդ, բայց առաջնահերթը հայրդ մայրդ չայլևս, քու գինը դեղավ։ Կամ քու ամուսինը դեղավ։ Որովհետեւ գսե թողե քու հայրդ եւ մայրդ եւ միացիր, պիտի միանաս քու գնոջդ, մեկ մարմին պիտի դառնաս։ Մեկ մարմին հոգի շունչ մարմին պիտի դառնաս մեկ հետը։ Գիտեր, սո քու աշխատանքդ պիտի լա, իրականչամ է շատ մարդիկ երդասարտներ դուք լսեցեք, որոնք չեն ամուսնացած, ամուսնացածները դուք լսեցեք, ամուսնական կյանքը կորձ է։ Ամուսնական կյանքը սոֆային վրա նստիլ TV դիտել չէ։ Որով եթե չաշխատես քու ամուսնական կյանքիդ վրա կկայքայվի ամուսնության կյանքդ։ Բեկե դու աշխատես անոր վրա։ Կորձ է։ Ինչպես որ առաջին օրերուն սիրահարված օրերուդ աշխատեցար, որ սիրաշահիս քու սիրահարդ, նույնպես պիտի շարունակես աշխատել, որ բահես այդ սիրո փույնը ընտանիքիդ մեջ։ Okay? So զեսի մեկա դասիգա մտցնել նախքան շարունակեմ։ So երրորդ գլուխ 8-րդ համար գտարնա հետո դες հանգրվանային ինչպես գաշխադի Պետրոս Արաքյա խոսեցավ գիներուն, խոսեցավ ամուսիններուն, հիմա գտարնա եւ բոլորիս համար գսե եւ վերջապես բոլորդ եղեք համախոհ, գարեգից, եղբայրասեր, բարեկուտ եւ խոնար իրարու հանդեպ եւ գխոսի հավատացյալներուն։ Ինչպես քիչ առաջ գսեի, եթե մենք ըսկուշ չլանք սեներ, սատանան ամուսին եւ գին իրար թեմ գլարե, եկեցի անդամները իրար թեմ գլարե եւ բարապ գրիվներու մեջ կմցնե իրենց, մինչդեռ սատանան իրեն էլի կգնե հետո։ Դու մինչ ըսպաղես քու ад իրավունքիդ մեջը որուն համար կբادرազմիս, ես իրավունքով եմ, ադոր համար կբادرազմիս, սատանան իր ուզածը գնեգոր եւ դու չես նկատերոր։ Գմտնեգոր իր վնասը կբերեգոր, ընտանիքին, եկեղեցին, ասկին ամեն ինչ գնեգոր
Մինչ մենք դարված ենք ուրիշ նյութերով, ադու համար գսե արթուն եղիր, սխալմամբ ասանք նյութերով չդարվիս, իրարու հանդեպ ասպես եղեք կսե։ Համախոհ, գարեգից, եղբայրասեր, թույլ մի դակ, որ թշնամին ներս մտնես, չարին թիմատ չարով մի գանքնիկ, սերով իրարու հանդեպ գեցեք։ Ուրեմն, գտեսեք ինչպես հնազանդության մասին շարքով խոսեցավ, գրեթե ամեն մարզին զարգավ, ասպես Պետրոս Արաքյալ, որովհետեւ քրիստոնեական կյանքը մշակույթը եթե պիտի փոխե, ասի պետք է լա իր մեջը։ Իր մշակույթի մեջ պետք է ունենա ասիգա։ So հիմա այսօր ես պիտի կամ ես գիներում մասին խոսելու, բայց ուզեցի մեկա ցեզի բարունակը դալ նախքան գիներում կամ։ So այս դոնը այսօրվա ինչու համար տրվեցավ։ Իրականության մեջ 20-րդ դարունը սկսավ այս դոնը եւ հեղափոխական քայլմներ իրականության մեջ գիներու համախումբ մներ Ամերիկայի մեջ եւ Եվրոպայի մեջ որ հավաքվեցան եւ սկսան ըմպոստ կամ փողոք ներկայացնել ավիշիդագը որ մենք հավասարություն գուզենք մարդ եւ գնոջ միջև մենք գուզենք նույն չափի ամսական ստանալ մենք գուզենք մեր բադիվը հարկվի եւ այլն եւ քիչիկ շատ սխալ դեղերակացին ադմեգը անելով եւ ընդհանուր փուն կոնցեպտը եւ ադոր յետևնալ հետո ուրիշ բաներ ալ ցակավ որ իրականության աժոնդան ադեր որ մարդկային ինչ իշխանություն կա ադոր թեմ մարդը ըմպոստանա so միան գիներում մեջը չեղավ ադիգա շատ դեղերում մեջ կդեսնես ժողովուրդը սկսավ իր գարավարիչները անարգել ամեն մարդը սկսավ ասորանոր թեմ խոսիլ եւ համարձակություն ունենալ ամեն տեսակի հարկանք սկսավ քայքայվիլ մշակույթներում մեջ բայց ունիս մշակույթներ այսօր աշխարհի մեջ ու միջի այսօր դեր գզարմացնեն օրինակ եթե նայես Ճապոն ինչպես հարկանք ունին եւ ադիգա իրենց ասկին մեկ բադվավոր արժեքներեն մեկն է ասեմ բադիվ բառը իրենց համար շատ կարեւոր է բադիվ հիմա ես Ճապոն բերի որովհետեւ հրճագավոր են այդ գեդի մեջ գնանք ռիսերչն եւ դեսնել բայց եթե նայես արևմտյան երկիրներում մեջ շատ անգամ այդ բադիվը կացած է արդեն գտեսնես դղան իր բաբային հորը հետ ինչպես անարքանքով գխոսի գտեսնես ընտանեկան հարաբերություններում մեջ ինչպես անարքանք կա իրարու հանդեպ գարավարական մագարտակի վրա կորձադեղի մեջ մագարտակի մեջ եւ այլն մշակութային քայքայում մտած է բայց քրիստոնեությունը ասի գնաշտկել եթե քրիստոնյաները ճանչնան ով է իսկական թշնամին եւ գիտնան իրենք ինչպես պիտի շարժին եւ այդպես է որ արաքյալները կպատրաստեն so այսօրվա դոնը ադորը համար տրվեցավ իրականության մեջ United Nations-ը 1977-ին ասավ մարտի 8-ը ուրեմն այլևս գիներու համաշխարհային դոն պիտի տնենք եւ թրին բայց մենք ավելի անտիմ պիտի երթանք ինչպես ասի պիտի չի կետրոնանանք աշխարհիկ մղումին մասին ավելի պիտի կետրոնանանք Աստծո սիրտը գնոջ հանդեպ ինչ է yani արիթը պիտի կործածենք որովհետեւ ադիգա ցույց տանք Աստվածաշունչեն եւ այս հարցումին պատասխանը պիտի տանք ինչն է որ Աստծո արչեւ գինը մեծ գտնե մեծ գթարնա Աստծո արչեւ այո բայց հիմա ադոր մեջ ավելի խորունկ բաներ կա որում ասում իդի խոսենք so ինչն է արմատը գնոջ մեծության Պետրոսին ասմիկանի համարները որում մեջ գարտացինք հոն դվավ մեզի կախնիկը երեք բան է գուզես կովը դարձանքրե միկը բայե դրա կալավ լսեցեք ինչ են ասում որ գիտնաս ինչպեսի գիմ պիտի առնես ինչպեսի աղջիկ պիտի առնես քուրգյանքիդ մեջ so ասի երեք բաները կա մեկ գսե Սուրբ գիները, որուն համար ինքը ագնարգեց, Սուրբ գիները հուսացին դիրոջը։ Հիմա պիտի խոսենք ադի ինչ է։ Հուսացին դիրոջը 1, 2։ Իրենք իրենց արդակնաբես չզարդարեցին, ավելի ինչքան ներքնաբես։ Okay? Եվ ընդհանրապես շատ անգամ մարդիկ աս համարը արած են եւ գտեսնես աղանդներ կամ աղանդներ գա ասեմ կամ քրիստոնեական հարանվանություններ գա ասեմ, որոնք գահավատան որ գինը բեք չփամն է։ Արդակնին ովևէ մեկ զարդարանք բեք չեն է, լամա գտեսնես երկար փեշ կակվին, մեյքափ չի տներ, մազերը չներգեր եւ այլն, բայց ադիգա չէ Աստծո սիրտը, միտքը ադի չէր, որովհետեւ եթե ադի պիտի լար ուրիշ շատ բաներ աբեք կբահեն, որ իրենք չեն բահեր գոր, միան ադի փռներ են եւ ադի կբահեն գոր, բայց ադի չէր միտքը։ Աստծո միտքը ավելի է որ թուն զարդարես իբրև գինն, զարդարես քու ներքին անցդ ավելի քան արդակին անցդ։ Այսին ներքին համեմատաբար ներքին անցդ պետք է ավելի քեղեցիկ լա քան արդակինդ։
եւ ադոր մասին մի խոսենք եւ 3 so հուսալ դիրոջ ներքին անցը զարթարել 3 հնազանդիլ ամուսինիդ աս 3 բաները եւ այս 3 բաները սիեներ քու գենցաղդ քու շունչդ կփոխե եւ կբաժնե քեզ աշխարհի գիներեն եւ ад հոգիեն որ գիներուն գմղե ըմփոստության եւ հեղափոխության եւ եթե Աստուծո աչքերին արժեքավոր է հաբա որքան ավելի ամուսիններուն արժեքավոր պիտի լա so նկատի արեք Պետրոս 3:4-ի մեջ ասավ ներքինը սրդի ձբդված մարդը զարթարեք հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ որ Աստուծո առաջ առավել արժեքավոր է այսին ներքին քեղեցկությունը Աստուծո համար ավելի արժեքավոր է քան արտաքին քեղեցկությունը ես շատ անգամ աղջիկիս կբռնեմ ասան քրգած գլամ գսեմ աղջիկս դու անուշիկ ես ադիքի դեմ բայց ներքինը ավելի անուշիկ պիտի դառնա քան արտաքինը ասես հետո գխոսի մադեներ ասեմ ներսը ավելի անուշիկ պիտի լա քան արտաքինը so Աստուծո համար ավելի արժեքավոր է եւ եթե Աստուծո համար արժեքավոր է հաբա որքան առավել արժեքավոր պիտի լա ամուսիններուն եւ հատկապես անհավատ ամուսիններուն okay so Սեզի մեկ հատ գեղեցիկ բան ասեմ Աշխարհի ամենամեծ եկեղեցին ով գիտե որ մեկն է Գիտեք Չէ ամենամեծ եկեղեցին աշխարհի մեջ Անդամներով, հա? Հա, չէ։ Ես հավատացյալ եկեղեցի կխոսեմ, ոչ կաթոլիկ, օրթոդոքս, Քուրիայի մեջ, այո, Քուրիայի մեջ է։ Դեյվիդ Յանգիչոյի Pastor David Young-Gichon է, մեծը, չեմ գիտե թե միահացավ գարձեմ վերջերս վստահ չեմ, բայց իր եկեղեցին բոլոր հավատքի հարանվանությունները կընդունին, որ իր եկեղեցին ամենամեծ եկեղեցին է աշխարհի մեջ, ունի հարյուրներով, հազարներով անդամ, ոչ հյուր, անդամ իր եկեղեցիի մեջ։ Եվ գիտեք ինչ էր քաղաքնիկը։ Իր եկեղեցին ասչափ մեծը լալուն։ Կամ քաղաքնիկները մեկը ասեմ, մեծը։ Եվ ինքս է ասի։ Գիներու սել գրուպը։ Կորեան բادرազմի անցավ, ասկե դարիներ առաջ, բادرազմներ ունեցավ եւ բادرազմեն յետքը այլևս դղա մարդիկը ստիպված գերտային աշխատեին եւ եկեղեցին ցակավ եւ գաջեր ճուներ առաջնորդ Դեյվիդ Յանգիչոն հովիվը անոր համար ելավ քայլ մարավ անալաստուզմե մղված որ մշակույթին թեմեր իրականության մեջ որովհետեւ չէ ընդունված գին առաջնորդ ըսված բամը մշակույթին համացայն հոսալ քիչ մադիգա կնկատեմ եւ որ գինը առաջնորդ դառնա հանգած դղա մարդիկը գիտերնին ծրելու կսկսին որով հայկական ճիղի մեջը գա դիգա ով է գինը պետք է մարդը լա գլուխը չէ բայց շատ անգամ դղա մարդ չի գա ասելով գին պետք է լա եւ եթե դղա մարդը քիթը գծրե որ թող ինքը լա առաջնորդ ուրեմն փոխանակիթը ծրե ադվես so David Young-Gichon-ը հագարագեր որով մշակույթ աբես ադվես գիտեմ որ պետք է դղա մարդը լա առաջնորդ բայց դերը հետո խոսեցավ սավադին գամքս չեսավ եւ իրեն հանդիմանեց եւ ադո վրա ինքը աչքերը բացվեցավ եւ ելավ բարձրացուց գիները որ սալգրուպի առաջնորդները դառնան եւ եկեղեցին բայթավ եւ գետրոնացումը եկեղեցի միան բادرու մեջ չեղավ դուներու մեջ սկսավ լալ ինչու գիներուն առավելությունները նայեցեք մողեսի պես են գնան ոյ դուն մտնել սուրճ խմել հոնդեղը սեղան բանալ գիները օրվա մեջ գրնային միասին հավաքվել միասին նստել մինչ ամուսինները կորձի են եւ գաշխատին գիները ավելի արիտներ ունեին որ մարդոց հրավիրեին իրենց դուները գիները ավելի արիտ ունեին որ բարձրացնեին ուրիշ առաջնորդներ եւ այդպես էին Քուրիայի մեջ հարավային Քուրիա եւ մեծ ցակում ունեցավ կամ հաջողություն ունեցավ հաջողեցավ Աստծո ծրագիրը գնոջ ցերկով եղավ եւ այս բացմունքը կբացմեն որ քեզի ցույց տան որ գիները ինչապ աստեցություն ունին դղա մարդոց սիրտ ընդհանրապես գարձացած գլա աշխարհեն գարձացած գլա բայց իր գինը իրեն փապկացնողը գլա եթե մեկը գանը որ իրեն մդիկ պիտնե որու մդիկ պիտնե վերջո իր գնոջը մդիկ պիտնե սկզբունքով իր գնոջ մդիկ պիտնե եւ նկատի ար գինը ինչապ իշխանություն ունի իրականացում զորություն ունի դան մեջ գրնա իր ամուսինը շահիլ Քրիստոսի եւ այդպես երին Քուրիայի մեջ այդ գիները որ շատցան իրենց ամուսիններուն շահեցան եւ իրենց ամուսիններով սկսան եկեղեցիկալ եւ եկեղեցին ժայթքեցավ անամա շատ դուք ցեզի ասպես դգար մի տեսնեք առաջին ավետարանիչները ով էին
Գիներն էին։ Հիսուսի հարությունը տեսան եւ Հիսուս իրենցավ կացեք իմ աշակերտներն ու արաքյալները չէին։ Գիներ էին, որ արաքյալներուն կացին եւ բացմեցին եւ արաքյալները չհավատացին։ Բայց գիները հավատացին։ So առաջին ավետարանիչները իրենք էին։ So շատ ասես դու քեզի պամիդես դես ասված քեզի ինչպես կնայի։ Եվ ասված քեզի ուդերները դրած է, որ մարդոց որներուն հասնիս մագնասել, բայց իմ ամուսինս արդեն հավատացյալ է։ Դու գնաս ուրիշներուն ամուսիններուն հասնել նախ իրենց գիներուն հասնելով եւ գնաս նաեւ ինչպես Աստվածաշունչը գսե ավելի երդասարդ աղջիկներուն սորվեցնել ինչպես սիրեն։ Քանի պետք ունին երդասարդ աղջիկներ պետք ունին ճանչնալու ինչպես գսիրեն իրենց ամուսինները։ Շատերը կան չեն գիտեր աղջիկները եւ դողոց գոմենալ անշուշտ, հիմա բացատրեմ ադի, բայց աղջիկները կան որոնք չեն գիտեր ինչպես գսիրեն։ Իրենց համար սիրո լեզուն լեզումն է, դուղուն համար սիրո լեզուն ուրիշ լեզումն է։ Եվ երբ դու գխոսիս դուղուն քու սիրո լեզույով դղան չի հասկնար ադի իբրև սեր։ Դու գարձես իրեն սեր ցույց տվիր։ Բայց դուղուն համար սերը ուրիշ բան է։ Եվ իր լեզուն պիտի խոսիս, որ դուղուն սիրտը շահիս, դղանալ իր գարկին աղջիկին լեզուն պիտի խոսի, որ աղջիկին սիրտը շահի։ Քանի աղջիկին սիրո լեզուն դարբեր է։ So եկեք գետրոնանանք աս 3 գետերուն վրա եւ այդպես այսօր նյութը գաբարդենք։ Առաջին գետ հուսալ դիրոջ։ Հուսալ դիրոջ։ Եվ Պետրոս արաքյալ խոսեցավ աս գետերուն մասին նկատի արեք ագնարգեց սուրբ գիներուն մասին, որ վաղուց գային, հին օրերուն գային եւ անոնց օրինակը բերավ եւ հատկապես Սարային բերավ, իբրև օրինակ։ Եվ այդ գիները ասավաս 3 բաներ ունեին, գուհուսային դիրոջ։ Եբրայեցիս 11-ի մեջ մենք լավ գիտենք, որ այս համարը գագսե հավատը հուսացված բաների հաստատումն է ու աներևույթ բաներուն աբացույցն է, բայց 11-րդ համարին եւ որ երթաս Սարայի մասին գխոսի։ So որովհետեւ Պետրոս Սարային մեջ բերեց, եկեք մենք այդ Սարային նայենք Եբրայեցիս նամակի մեջ, որ հավատքի հերոսներու մասին գխոսի, մեջը Սարան գա։ 11-րդ համար գսե հավատով Սարան, որ ամուլ էր, սերմ ընդունելու զորությունը ստացավ եւ առաջացած դարիքում որդի ծնեց, լավ նայեցեք ինչու։ Որովհետեւ խոստացողին հավատարիմ համարեց։ Այս 4 բառերը բանալի բառերն են։ Որովհետեւ խոստացողին հավատարիմ համարեց։ Ինչին մասին գակնարգե։ Եվ Աստված եկավ եւ իրենցավ տուն զավակ պիտի ունենաս այս դարի, կալ դարի այս ադեն, խնդած Սարա։ Զոնտոցի մեջ կդեսենք ասի, խնդած, սա ես հիմա ամուլ, ձեր դարիքը սարերը, ինչու ես պիտի հիմա զավակ ձնտապերեմ։ Եվ Աստված իրեն հետևյալ խոսքը ասավ, հանդիմանել են ետքի իրեն հետևյալը ասավ դիրոջ համար դժվար բան կա արդյոք։ Եվ ինքը լեզուն գլեց ոնդեղ։ Ասավ դիրոջ համար դժվար բան կա արդյոք։ Եվ այդ մեկը իր սրտի մեջ բահեց։ Եթե հավատք ու հուսացված բաներուն հաստատումն է, աներևույթ բաներուն աբացույցն է, ինքը Իսահակ ունեցավ, իր ձեր դարիքին ամուլ վիճակին Իսահակ ունեցավ, դա կնշանակե, որ ըստ Պետրոսի ինքը հուսած դիրոջը, հավատարիմ համարեց խոստացողին, որով իրեն խոստացավ զավակ, ինքը հավատարիմ համարեց իրեն, ադի հավատք եղավ իրեն համար։ Եվ ինքը իր զավակը ձնտապերել տեսավ, հիմա հոս է կարևոր գետը։ Առաջին բանալին ադե աղջիկներուն համար որ հուսան դիրոջը, դա կնշանակե որ ինչ նեղություն, ցավ, վիշտ, բաներ որ քու խոշիտ չի կար, աչքիդ արջևն է հիմա անոնց պիտի չնայես։ Պիտի նայես անոր խոստացողին եւ հավատարիմ պիտի սևես անոր որ ամեն բան պիտի դարձնի իր ժամանակին։ Դու պիտի հրճագես, պիտի չուսադիս, հույսդ մարդու վրա պիտի չտնես, հույսդ ամուսինիդ վրա պիտի չտնես, հույսդ պիտի տնես Աստծո վրա։ Հույսդ պիտի լա իր վրա որ գրնա Իսահակը դալ քեզի ուրախություն դալ Իսահակին չսել է ուրախություն սհակ ուրախություն որով խնդած ինքը եւ որ գսե ես խնդացի եւ դեր ինձ է ասպես հիմա դեր ինձ ուրախություն տվավ եւ որ ես Իսահակ ունեմ անունը Իսահակ դրավ ասված քեզի ուրախություն պիտի դա եւ որ դու չնայես մարդու քու ագնկալություն մարդը պիտի չառնես Աստծո պիտի առնես քու հույսդ մարդու վրա պիտի չտնես Աստծո վրա պիտի տնես նույնիսկ ամուսինը դլադի իր վրա պիտի չտնես Աստծո վրա պիտի տնես որով ինքն է որ քեզ ուրախությունը պիտի դա եւ որ գաբված լաս կամ գախյալ լաս ամուսինետ ուրախությանդ համար հույսդ ամուսինդ վրա թրերես ամուսինդ հավանաբար պիտի չգարնա Աստծո պես ուզածիդ պես ամեն ինչը կզակաշիվեսնե դեղեր գա պիտի նա ինքը ինչպես օտունա գինաս եւ եթե հատկապես անհավատ է շատ հավանաբար շատ գինագոր եւ շատ խնդիրներ կնեգոր եւ եթե բիտնայիս ադբես
Եվ հույսը դիրեմ վրա պիտի տնես շատ բիտ ցավիս։ Բիտ նայես անոր որ խոստացած է քեզի եւ անոր հավատարիմ պիտի սեբես։ Հույսը դիր վրա պիտի տնես։ Եվ իր կարողության վրա որ աս խոստումները գնա իրականացնել։ Եվ պիտի ինե։ Ինչու համար գիներուն գխոսի այս մեկը Պետրոս եւ ոչ ամուսիններուն։ Ինչու համար գիները։ Ինչու համար խնդրեմ է ասիգա գիներուն։ Որովհետև գիները եւ որ նային խնդիրիմը ադիգա գփարթանա։ Մեծ խնդիր գտանա։ Հիմա անշուշտ բացառություն կա դղոց մեջ նալ գվադայի ասպես բաներ։ Բայց գնգամը համար ինքը իր շնորհքն է, Աստուծո դրված իր բնույթն է, որ իրեն եւ որ փամը դաս ինքը ադիգա ինչ կնե գփազմաբատք է։ So իրեն եթե փարմը դաս ինքը քեզի նախատասություն կգազմե։ Իրեն եթե նախատասություն դաս ինքը քեզի բարբերություն կդա։ Իրեն բարբերություն դուր ինքը քեզի գլուխ կուտա։ Իրեն գլուխ դուր ինքը քեզի քիրք կուտա։ Գինը իր մեջ ունի ադգարություն, իրեն սեմ դուր ինքը ցանկ հանե, զավակ կուտա քեզի։ Գինը իր մեջ ունի ադոր, so շատ կարևոր է գինը ջանչնա իր աչքը եւ իր ագանչը ուր գտարցնի։ Եթե վախին մի դարձնես, վախը կփազմանա։ Եթե մտահոգություններուն դարձնես, մտահոգությունները կփազմանա։ Նեղությունները կփազմանա եւ այդ ամենը ամուսինիդ կողուն կտապես։ Եթե արթուն չլաս։ Եվ ամուսիններալ ըսկուշ եղեք ձեր գիներունալ ինչ կուտակ, որով եթե գինիդ գնոջդ սերդաս սերը բիտ փազմանա։ Եթե գնոջդ նեղություն դաս նեղությունը բիտ փազմանա, որով պիտի ադի աջի գնոջը բնույթն է ադիգա։ Աստվածադուր բնույթն է, Աստուծո իրեն դրված է ադի, որ ինքը փազմացն է։ So ըսկուշ բլաս իրեն ինչ կուտաս։ Իրեն ուրախություն դուր ուրախությունը կփազմանա։ Խոսքը գա որ գսե happy wife, happy life, չեմը։ Այսի գադակ է, բայց որոշ ճշմարտություն մգա մեջ է, եթե քու ընտանիքդ հոգ դանիս առաջնահերթ, հատկապես նախ քու գինդ, ես շատ անգամ նորեն միլային կբռնեմ, բայց նախքան միլային պատտվիմ, գերտամ մեկ հատ մամային կպատտվիմ, հետո գերտամ իրեն կպատտվիմ եւ իրեն գսեմ նախ մամային գուքա առաջինը, հետո քեզ գուքա։ Նախ մեկ հատ մամային բաչիկ կնեմ եւ իրենա ցույց կտամ մամային բաչիկ կնեմ որ դեսնե ադիգա մաման ավելի կարևոր է քան ինքը ինքնա կարևոր է բայց մաման ավելի կարևոր է մաման առաջնահերթ է եւ ընտանիքիդ առաջնահերթ տեղը կուտաս այն ադեն դու գվայելես այդ ուրախությունը որ գխոսի այս ավետարանը քանի քախնիկը ամուսնական կյանքին ադե ընտանիքը առաջնահերթ է Աստուծո հետո ընտանիքը առաջնահերթ է So ադուամա գիներուն գխոսի որով գիները եւ որ վախ դաս իրեն դրա համար գսեք ու հույսդ անոնց վրա պիտի չի տնես մարդու վրա պիտի չի տնես Աստուծո վրա պիտի տնես իր խոսքին եւ իր խոստումներուն որովհետեւ դու Աստուծո խոսքը ընդունիս ադի պիտի բազմացնես ընտանիքի մեջ ուր որ ես ադի պիտի բազմապատկես եւ դու գուզես ադի բազմապատկել նկատի արեք Սարան Աստուծո խոսքը արավ Իսահակ ունեցավ Գնար հույսը ամուսինին վրա տնել, բայց եթե նայր ամուսինին ինքնալ ձեր է։ Գիտեր, ոչ միայն Սարան ձեր է, Աբրահամն ալ ձեր է։ So, եթե հույսը մարդուն վրա պիտի տներ, բիցեր ինչ պիտի ելներ որ իրմե, չեմը։ Բայց Աստծո վրա տրավ իր հույսը։ Եվ ադանգը որ Իսահակ ունեցավ, եւ լման ընտանիքը ուրախությունը վայելեց։ Եվ խոստումի զավակ կոչվեցավ Իսահակ։ Լավ նկատի արեք որով Աստուծո խոստումին բռնվեցավ, հավատարիմ սեբեց։ So ասի առաջին քայլը պիտի լա։ Եվ նեղություններ կա, դարաբանքներ կա ընտանիքի մեջ, ընտանիքեն դուրս։ Okay? Քու գետրոնացումը եւ ուղղություն պիտի հարես Աստուծո, որբեսի հետո եւ որ ամուսին դա դունը կա, ամուսին վրա չի փլես ադամնա։ Աստուծմով դուն զորանաս եւ ամուսինի դուն դաս փոխանակ դժոխ դաս։ Քանի եթե վախը պիտի բազմապատկես Եթե մտահոգությունները պիտի բազմապատկես, արդեն ամուսինն ինչ քուխու ցավերու մեջ է։ Եվ հիմա պիտի կա ադոնքալ դուզբիբեր եւ ասսան մեծ ապսեյվերած իրեն հրամցված ադիգա մարդուն գլուխը ինչ պիտի լա։ Ադամը գտեսնես շատ մտղամարտիկ դուն գխուսապին երթալ է, գերտան բար, գերտան իրենց բարեկամներուն մոտ եւ գնստի միասին օղի գխմեն, ասկնեն անգնեն, որովհետեւ հոնդերը հանգիստ իր հանգիստը կգտնե։ Որով դուն երթանը գիտե որ դժոխ պիտի լա ունդեղը։ Գնամ մի կս բարձել։
Մագրնալ գնոջը ըրածի մեջ որոց ճշմարտություն մը գա, բայց գինը քիչ մը սկուշ պիտի լա, որ ինքը ինչ կնե, որովհետև ինքը բազմապատկել ունի, այդ շնորհք ունի։ Եվ դողում ուրա մի թափերա դիա։ Հույսը Աստծո վրա թիր, Աստծո վրա թափե, քո օքսերը իր վրա թափե, որովհետեւ ամուսին շագեսուն, միասին ցերկի դակ։ Փոխանակ իրար ձեզրեք եւ իրար վնասեք։ Այ Պետրոս 3:6 մեջը գարտացին կսե նա ցեզ զավակներ դարձրեց, Սարային զավակները դարձրեց, որբեսի բարեկորձ լինեք ու ոչնչից չվախենաք։ Սարայի օրինակ ու դա անշուշտ Պետրոս Արաքյալ անգետ կգսե Աստված ցեզի զավակներ դարձրեց, որբեսի դուք բարեկորձ լինեք ու ոչնչից չվախենաք, եւ որ դու քու հույսդ Աստծո վրա տնես, այլևս չես վախնար։ Եվ ոսկե էցիկ բամը կտեսնես։ Աստծո վրա հույս տնելը վախերը կփարադե։ Եվ այդ վախերը փարադե դու գրիվնելիք չունիս այլևս, մտահոգվելիք չունիս այլևս։ Հույսը Աստծո վրա է։ Չեմ գիտեր աս օրինակը եթե դամն է գտնալ ես գիտեմ օրինակ ադերներ թամարը ինքնս կտարնա եւ գսե թուրը գղբեցիր ասեմ հոգես թուրը գղբերեմ 15 անգամ գարցվի ադա թուրը գղբեցի ամեն օր նույն բաթ չեմ հոգես գղբերեմ թուրը ասեմ մտահոգությունները Աստծո վրա թիր հույսը իր վրա թիր դա իմ շատ բարձ օրինակ տվի բայց ասոր ավելի փարթերը կան անշուշտ Եբրայեցիս 11:11 նորեն ասեմ որովհետև խոստացողին հավատարիմ համարեց Եվ այ Պետրոս 4:19 գսե ուստի Աստծո գամքի համաձայն չարչարվողները շատ անգամ թուն չես սխալը շատ անգամ բարձրապես որովհետև դեղ մնես անհավատ ամուսին ունիս կամ գին ունիս եւ գչարչարվիս որ նեղություն կտեսնես որ եւ Աստված գիտե որ գսե որ Աստծո գամքի համաձայն չարչարվողները որ դու գնաս գամքեն դուրս ելել Աստծո եւ վնաս բերել ամեն բայց Աստծո գամքի մեջ կմնաս որ եւ չարչարանք կտեսնես So եւ գչարչարվիս կսե թող իրենց հոգիները անոնք որոնք գչարչարվին իրենց հոգիները հավատարիմ ստեղծողին հանցնեն բարեկորձություն անելով So նկատի առ հոգերդ մտահոգությունները ցավերը չարչարանքները նեղությունները որու կհանցնես որ Աստծո կհանցնես որ եւ ադոր փոխանակ չարություն ունես ինչ կնես որ բարություն կնես որ բարեկորձություն կնես որ լսես Ասի գոքնեմ եկումը So դղամարտիկ շատ սկուշ եղեք թո գնոջ ինչ կուդակ Դուր անիչ որ գուզես որ բազմապատկվի Դան մեջ ադի դուր Թո ադի բազմապատկվի Իսկ գիները սկուշ եղեք թե ինչ կնեք ձեր ստացածովը եւ ինչ կստանաք Ձեր ագանջ եւ ձեր աչքերը ուրհարածեք Ամիջապես Աստծո դվեք ձեր ամփոչ հույսը Աստծո վրա դրեք մարդու վրա մի տնեք որբեսի բազմանա անինչ որ Աստված ցեզի գուզե որ ձեր կյանքի Իսահակները բազմանա Իսահակները ծնանիս փոխանակ ծնանիս անինչ որ Աստված քեզի ամուսինդ քեզի տվավ եւ քեզի վիրավորեց այդ վարյանին օրինակ So ասի առաջին գետներ երկրորդ գետ ներքին քեղեցկությունը Պետրոս 3:5 կսե որովհետև մի ժամանակ այդպես էին զարդարվում իրենց հույսը Աստծո վրա դրած սուրբ կանայք որ Սարան մեջ բերեց ասոր մեջ որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին Պետրոս Արաքյալ հետո գտարնա եւ գխոսի 3 եւ 4 համարներում այդ զարդարանքի մասին Արդակին զարդարանք թող չլա ավելի ինչ կան ներքին զարդարանքը չէ հեզ եւ հանդարտ հոգի զարդարանքը մարդուն սրդի գնոց սրդի մեջ Ինչ համար ասի գսե Ինչ համար Պետրոս Արաքյալ գետրոնա հակոստի վրա մազին վրա ոսկեղեններու վրա Բաջարը սեներ առաջին երկու համարներն է Այ Պետրոս 3:1 եւ 2 գսե նույնպես դուք գայնայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին որբեսի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին Աստծո խոսքին անհնազանդ ամուսինները որ ունի լավ լսեցեք Գանանց վարքի շնորհիվ Արանց խոսքի շահեն դեսնելով ձեր երգյուղածությամբ բարգեշտ վարկը ասմի քանի բարերում մեջ ասանք ռումբեր արցակեց ասված մեծ ոսկիներ գտապե So լավ նայեցեք հեսա գանանց վարքն է ուրեմն
Խոսքը չէ, վարքն է դան մեջ, որ գնա շահիլ իր անհավատ ամուսինը։ Եվ եթե արդեն ինչպեսի ամուսինը արդեն հավատացյալ է, որ գիտնաս երդասարդ աղջիկներու ինչպից սորվեցնես եւ ինչպես իրենց ամուսինները շահին Քրիստոսի։ Ասպես կշահիս Քրիստոսի։ Գսե գանանց վարքը ոչ թե արդակին քերեցկությունը, հաբա ներքին քերեցկությունը, անոր շնորհիվ, այդ ներքին քերեցկության շնորհիվ առանց խոսքի շահեն, եւ նույնիսկ գին գարա իր ամուսինը շահիլ առանց քարոզելու նույնիսկ։ Եվ շատ անգամ ամուսիններ ավելի քան իրեն վրա խոսիս, քու վարկդ ավելի կբահանչե, քան քու խոսքդ։ Քու վարկդ իր սիրտը կգագողցնե։ Եվ դերսնե քու այդ ներքին քեղեցկությունդ։ Եվ սիրտը սկսի գագողնալ։ Առանց խոսքի շահեն ինչու պիտի շահին, դեսնելով ծեր երգյուղածությամբ բարգեշտ վարքը։ Ինչս է երգյուղածությամբ բարգեշտ վարքը։ Ամուսինի կամ դղամարդու համար իր սիրո լեզուն հարկանքն է։ Եվ որ գինը իրեն հանդեպ երգյուղ ունի, հարկանք ունի, բադիվ ունի, ամուսինը հոն սեր գսկա։ Հոն գսկա, որ ինք սիրված է։ Դու զաչապ իրենս ես քեզի կսիրեմ, ես քու մասիդ կմտածեմ եւ այլն։ Okay, բայց առաջնահերթը չէ ադիգա։ Դուղուն համար։ Աղջիկն համար ասի դարօրինակ է։ Աղջիկը ասի գագնգալ է իրեն լա, չէ։ Ես քեզի կսիրեմ, as joke գա որ գսեն գինը գտարնա ամուսին գսեն ինձ չես սիրել որ այլևս գսեն ինչպես չեմ սիրել գսեն ինձ չես սիրել որ ես քեզի կսիրեմ գսե ես քեզի 20 տարի առաջ էսի կսիրեմ դե մինչև այսօր մի քիչ չփոխեցի դուղուն համար ադե ինքը իր խոսքին վրա գեցած է ինքը գսիրե իր գնոջը բայց գինը ադի չի ուզածը գինը ավելի կփնդրե որ ամեն օրվա կուրկուրանքը եւ սերը եւ խոսքը որովհետեւ սիրվածս կա դղամարդուն համար ադի չէ դղամարդը հարկանք է իրեն համար ինքը իր խոսքը քեզի դված է եւ ինքը իր խոսքին բադիվը շալգած է ինքը այդ խոսքին համացայն գեցած է ինքը քեզի գսիրե էսա վերջ ինքը ուխտերավ քեզի հետ վերջ ինքը մի քիչ չփոխե so գտեսեք ինչպես դարբեր լեզու կա դուղուն համար եւ որ դղուն սիրտը պիտի շահես երգյուղածությունն է որ իր սիրտը կշահի ինչ որ Աստվածը լադի կբահանչի մեզ մեջ է Աստծո վախը երգյուղը Աստծո հանդեպ եւ դրա համար է որ Սարային օրինակը կբերե գսե ինչպես իրեն դեր կգոչեր Սամուելը միշտ աս օրինակ ուտա գսե Սարան իր ամուսինին դեր կգոչեր գսե բայց ասում է ճշմարտություն կա այն է որ երգյուղ ուներ Սարա իր ամուսինին հանդեպ դեր գսեր իրեն, ոչ թե ամուսին, կամ իր անունով նույնիսկ չէր կանչեր, իրեն դեր գսեր։ Դերը սել է թակավորիմը գսես դեր։ Lord անգլերեն բառն է։ Աստծո դեր գսենք մենք, չէ՞, քան ինքը թակավորներու թակավորն է։ Բայց դան գլուխնալ դեր է։ Եվ անալ իր երգյուղը եւ իր հարկանքը պետք ունի, որ դրվի։ Եվ եթե գինը պիտի չի դա ուբիտ դա։ Եվ ադի շատ անգամ գծավցնե դուղուն եւ դղան գուկա դուն եւ գտեսնե գինը իր հետ ինչպես գխոսի ինչպես հետը գվարվի նույնիսկ եթե իրեն հետ մեկ երկու բարգս է բայց խոսածի մեջ անարքանք կա արդեն դուղուն սիրտը ինչ կլա կեդին գզարնվի դուն թեր բարև ըսիր իրեն միան արդեն ավրվավ ինքը որովհետեւ քու ըսած ծևդ մեջը անարքանք կա հարկանք չի գար Նամը մի քիչ բարձր է, ստավիտ ասնույթերը ինչու այսօր գխոսիս որ այսօր գիներու դոնե, բեկե ես ուրախ լամ, բայց ես քու ընտանիքի ուրախության համար գխոսիմ եւ գխոսիմ թե դու ինչ թեր կունիս, ինչ թեր ունիս եւ ինչ կրնաս անել լման ասքին համար, ասյալը չեմ կեր ով էր գխոսեր գսե երգինին դղամարտիկը չեն գսե խնդիրը, գիներն են խնդիրը, որ իրենց զավակները շիրակ չեն մտցներով էր։ Եթե գիները շտկեն գսե որ եւ իրենց Բավարար ուսումը դանք ինքը անշուշտ հոգևորը չէր, բայց բավարար ուսումը դանք գիները զարկանան այն ադեն շիդակ կմեցնեն իրենց զավակները եւ ասանք խնդիրներ չեն ունենալ եւ այլն։ Որոշ ճշմարտություն մգա մեջ է, որով ի վերջո գինը որուն ցերքին դակ կմեզա զավակը գնոց ցերքին դակ կմեզա ամուսինը դուրսն է աշխատի, չէ։ So գինը ինչ մեծ թեր ունի դուն շինելու եւ ասկ շինելու, որով ասկը ընտանիքները փաղկացած է։ Լեգոյի բզդիկ փիսերն են կամ նյութերն են ասեմ ընդհանուր գարույցը գազմելու այդ քարերն է որուն վրա ընդհանուր գարույցը գազմված է
անգյունատքարը պետք է Քրիստոսը լա, բայց ամեն մեկ դուն արծուբ վայրն է, փույնն է, որում վրա պիտի մեծնաս, ասկը եւ Աստծո կորձը պիտի լինի, կամ Աստծո մշակույթը պիտի դիրե երկրի վրա։ Ձեզի մի քանի համարներ գարտամ, որ տեսնեք Արագած գիրքը ինչ կսե։ Արագած 21:9 Լավ է գդուրի մի անգյունում բնակվել, քան թե մեծ դուն գիսվել գրվասեր գնոջ հետ։ 19-րդ համարը գսե լավ է բնակվել ամայի երկրում, անաբադ, քան թե գրվասեր եւ զայրացգոտ գնոջ հետ։ 25-րդ գլուխ 15-րդ համար գսե անսրևոտ օրվա անթաթար գատկտոցը եւ գրվարար գինը իրար նման են։ Նորեն հիշեցնեմ, որով գնոջ բնույթը բազմացնել է։ Գիտար, եթե գրիվ գա ինչ կնե գինը, ադի գմեծնա մեծ գրիվ գտարնա դան մեջ։ Ինչպես որ ոսկե օղագը խոզի կտին, այնպես էլ քեղեցիկ գինը արդակին, քեղեցիկ գինը, որ թադողություն չունի։ Սադամը կարևորը ներքին քեղեցկությունը։ Քանի շատ քեղեցիկ աղջիկներ կան արդակնաբես, բայց ներսը նայիս եւ մե որքան գուզես հերու մնալ այդքան ավելի հանգիստ կսկաս։ Բայց արդակնաբես քեղեցիկ է։ Եվ ադանք շատ դղամարդիկ կխապվին։ Ալո։ Արդակինը չէ միան, ներքինն է ավելի կարևորը։ Որով գխապվին, գսեն անուշիկ է քեղեցիկ է, յալլա գծատկին գսիրեմ քեզ, հետդ պիտի ամուսնանամ, ծրակիրներ գտնե, ես քեզի ասվիտնեմ, ես քեզի ադվիտնեմ, ժամանակ մը գանցնի անգետ կի իրական նգարակիրները մեջ տղել է, եւ ադո վրա գսե վայ ինչրի ես։ Ադո ամա բեկե կնես իր ներքին անձը, դեսնես ներքին անձը ինչպես է, նախքան արդակինեն խապվից, դղամարդը շատ թյուրին կխապվի արդակինեն։ Մարդը դուրսը գնայի, ներսը չի նայր, ասված ներսը կդեսնի։ Գիծար Թե ոչ դժոխային դուն կվերածվի, նույնիսկ եթե ալ քեղեցիկ է։ Սուդ է վայելչությունը, ասի 31-30-ած, հրճագավոր գլուխը գիներուն 31-ի մեջ։ Սուդ է վայելչությունը եւ ունային քեղեցկությունը, այն գինը, որ երգյուղում է դիրոջից, վախենում է դիրոջից, հարկում է դերը, կկոպապանվի։ Իր ամուսիններեն ալ կկոպապանվի։ Անգինը, որ իր Աստծուն վրա գհուսա եւ իր մեկը վախնա, փոխանակ մարդե վախնա, փոխանակ ելություններեն վախնա, դերոջ մեկը վախնա եւ իր հույս անով վրա գտնե եւ անգետ կներքին անցը գզարտարե հեզ եւ հանդարտ հոգիով ադգինն է, որ պիտի շահի իր կամ պիտի ունենա իր ամուսինը իրեն կովապանող, իրեն մեծարող։ Դե շատ էսելիք ունիմ, չի վերջացի, ժամին գնայեմ, արդեն բավական երկար խոսեր եմ։ Գոքն է ասի մեկումը։ Վերջացնեմ արագ։ Եթե գուզես մարդուն շահիլ քեզի, արդակնաբես քեղեցկացուրտուն քեզի։ Եթե գուզես մարդուն շահիլ Քրիստոսի, ներքնաբես քեղեցկացուրտուն քեզի։ Հոն է։ Վարքն է, գնգամ վարքն է։ Որ ադիգա այդ կորձողությունը կամ փոխչացնի այդ երգյուղածությունը դիեւ դեսնե ադի մարդուն համար այդ բարգեշ վարք կսեվվի եւ ադիգա իր սիրտը կկրավե։ Հետեւաբար ասիգա երկրորդ բաժիններ, երրորդ բաժին երբուն հույսդ Աստծո վրա թրիր եւ իր մեկը վախնաս ներքին անցը զարդարեցիր հեզությամբ եւ հանդարտությամբ փոխանակ գրվարարը լաս։ Այն ադեմ պիտի դեսնես, որ ասկե դուրս պիտի փխի հնազանդություն քո ամուսնիդ հանդեպ։ Եվ նորեն հիշեցնեմ ոչ հնազանդություն ամուսինին հանդեպ ասել չէ անհնազանդություն Աստծո հանդեպ։ Այսինքն ես պիտի հնազանդիմ մինչև անանդեմ, որ Աստծո ինքը կհնազանդի եւ Աստծո խոսքեն չէ լավ։ Բայց եթե Աստծո խոսքի մեջն է եւ Աստծո խոսքեն դուրս բան չներ, թունգը անչված է իրեն հնազանդելու իբրև գլուխը դերը այդան։ Եվ իրեն ադբես հարկելու եւ իրեն իր թիրքը հարկելու եւ իրեն ադբես սիրելու, որով ներքին քեղեցկությունը այդ հանդարտ եւ խոնար հեզ հոգին ինչպով պիտի ցույց տաս արդակնաբես քեղեցկությունը չէ, հավա հնազանդությունը դե ամուսին հանդեպ ադբես պետք է երևի
Okay, եթե անգինը որ իր ամուսինը անտեպ հնազանդ չէ եւ որ ամուսինը Աստծո հնազանդ է թեր, անգինը որ իր ամուսինը անտեպ հնազանդ չէ, ասել է ներքն ամես դեր քեղեցիկ չէ, որով ներքին քեղեցկությունը ադբես կթեր սովորվի հնազանդությունով։ Այսօր շատ բարձությամբ, եթե մշակույթին նայես եւ տեսնես բադանիներ կամ երեխաներ գելեն եւ իրենց մեծերուն կանարքեն եւ անարքանքի խոսքեր գսեն, շատ թյուրին գասկնաս ինչ տեսակի մեկն է ադի, անգիրտ է գսես, չէ։ Այսօր եթե գինը ադբեսն է իր ամուսինին, նույն բանը գսես, եթե հերոյեն նայես, նույն բանը մի կետ կանցնի, գսես ինչ անգիրտ է, իր ամուսինին հետ ասպես կխոսի, ուր է հարկանքը, իցար։ Եվ շատ անգամ ասեմ, բաժարը մեր անարքանքին ամուսինին վրա գնետենք եւ հագարակը ամուսինը գնոջը վրա գնետե փոխանակ մենք բադասխանություն առնենք մեր անձերուն համար եւ ընենք շիդագը փոխանակ չարը գսենք ինքը ինձի բեկյացեով չսիրերսելով ես իրեն պիտի չհնազանդիմ բայց արդեն քայքայեցիր ավելի խնդիրը բարտացավ փոխանակ լուծումի երթաս փոխանակ տուն շիդագը անես եւ օրինակը լաս իր ռածնալ տուն գնես գործո ինչ եղավ իցար խնդիրը ավելի բարտացավ եւ մեծավ so սկուշ պիտի լանգսիներ թե ինչպես կտերսվորվի իմ մեջ է հնազանդություն պիտի տերսվորվի Մինչև որ ես իմ ամուսինիս ալ շահեմ Քրիստոսի։ Գսե նույնպես եւ դուք կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին, որբեսի եթե նրանցից ոմենք ալ որ անհնազանդ են խոսքին, իրենց կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն իրենց։ Առանց խոսքի շահեն իրենց։ So գտելատրեմ գիներ որ եւ բերթակ ձեր դուները մեկ հատ մտածեք, ես որքան գխոսիմ, որքան վարքս կհամապատասխանի եւ ավելի վարքիս վրա աշխատիմ փոխանակ խոսելուս վրա։ Եվ մեկ հատ ադոր բդուղը դես։ Okay, ասկան խոսեցար փամը չլարգոր։ So մեկ հատ հագարակը է, վարքին վրա աշխատենք, խոսիլը քիչիկ թեթևցնենք եւ տեսնենք մեր հույս Աստծո վրա տնենք, ըստ իր խոսքին եւ տեսնենք բդուղը ինչ պիտի լա ընտանիքի մեջ։ 5 եւ 6 համարները այ Պետրոս 3 գսե որովհետեւ մի ժամանակ այդպես էին զարթարվում ներքնաբես զարթարվում իրենց հույս Աստծո վրա դրած սուրբ կանայք որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին ինչպես Սարան որ հնազանդ էր Աբրահամին նրան դեր գոչելով նա ցես զավակներ դարձրեց որբեսի բարեգործ լինեք ու ոչինչից չվախենաք ուրեմն այսպես եզրափակեմ Հետևյալ ցևով դու Աստծո արչև մեծ գտարնաս, հետևյալ ցևով դու գնաս շահիլ ամուսինդ Քրիստոսի, մեկ հույսը Աստծո վրա պիտի տնես ոչ մարդու վրա, ոչ ամուսինիդ վրա, Աստծո վրա պիտի տնես, քու վախերդ մտահոգություններդ պիտի գցես Աստծո վրա, փոխանակ ամուսինիդ վրա, Աստծո խոսքը պիտի առնես, անոր խոստումներով դու քեզի պիտի շրջապատես եւ պիտի համարես նրան հավատարիմ, որ քեզի խոստացավ եւ անոր պիտի բռնված լաս, okay Ամուսին սկուշ պիտի լաս ինչ խոսք կա ադեներ ամուսին գնա սխալ խոսի գնա բադահի ադես որ սխալ խոսի եւ դու նադի առնես եւ մի մեծ սներ ադիգա գնա Աստուծո արչեւ թիր Աստուծո խոսքը ար որովհետեւ ամուսին դեր հավատացյալը չէ որով քեզի ասեմ եթե ամուսին սուրբ ոգիով լեցված լա անան չի խոսիր քեզի հետ ես չեմ գնալ երևակայել Հիսուս ինձ հետ անանք խոսի կամ քեզի հետ անանք խոսի չէ սեսել է հոգիով չլեցված Անորոմա մի տադաբարդեր կնաթուն Աստծո արչև գեցիր օրը գուկա ինքը Հիսուսը գստանա գաբաշխարե գվեն անորոքե եւ ադոր վրայով գսկսի ինքը Աստծով շարժիլ եւ քեզի սիրել ինչպես որ պետք է սիրե քեզ իրականության մեջ So ասի մեկ երկու ներքին քեղեցկությունով զարթարես տուն քեզի հեզ եւ խոնար հանդարտ հոգիով փոխանակ գրվարար դառնաս So առաջինը քեզի գոկնե երկրորդին Եթե ես Աստուծո մոտ չեմ երթար եւ գմեցնեմ խնդիրը իմ բնույթիս պատճառով, ինչ պիտի լա դա մեջ գրիվ եւ գրվարար պիտի լա անցրևի գատկտոցին պես պիտի լա դան մեջ։ So ադորամար ես պետք է երթամ Աստծո արչեւ, որբեսի իմ սիրտս խաղաղի, խոնարը լամ, հեզը լամ եւ հանդարտը լամ դան մեջ։ Փոխանակ ես գրիվին աղբյուրը լամ։ Եվ երեք Ներքին քեղեցկությունը պիտի դրսևորվի իմ հնազանդությունով ամուսինիս հանդեպ։ Մինչև անադեմ որ ամուսինս Աստծո խոսքին հագարակ բան չսեր գործեմ։ Եվ բնավ գապ չի գա հնազանդության մեջ, բնավ հնազանդության մեջ եւ դգարության մեջ, անկարողության հետ։
գապ չունին ասում իրարու հետ։ Եթե ես հնազանդ եմ, ես չէ դգարեմ։ Իրականության մեջ դգարություն է, եթե ես իմ մարմնավորից մտի գնեմ եւ չի հնազանդիմ, քանի ավելի թյուրին է չի հնազանդիմ, քան հնազանդիմ։ Չէ՞։ Եվ դղամարդու համար իշխանություն կա, որ Աստծուց մե իրեն դրված է, որ իր գնոջը չի ցածացրել։ Գնոջը իր բադիվի մեջ կբահե։ Okay? So որովհետեւ գիները շատ բան չսկան, նորեն ասեմ ամուսիններ, այո, ծեր գիները ցեզի դեր պիտի գանչեն, բայց եւ այնպես ամուսիններն գանչված են սիրեն իրենց գիները ինչպես Քրիստոս սիրեց, ասին իր անձը դվավ, մերավ եկեղեցին համար։ Այդպես պիտի սիրե իր գինը։ So օրը գուկա ամուսիններուն պիտի խոսիմ, so գիները շատ բան մի սկակ, բայց եւ այնպես ահա բանալիները ցեզի իբրև գին Պետրոսին սիրտն էր, որ անհավատացյալ գիները, որ իրենց հետ ունեին անհավատ ամուսիններ, գիտնան ինչպես պիտի շահին իրենց ամուսիններուն Քրիստոսի։ Եվ գիները եւ որ իրենց թիրքը շիդակ առնեն, եկեղեցին թիվը կբազմանա, որով ամուսիններուն թիվը կբազմանա։ Գնամ ինքս բարձել։ Ադամը մեծ թեր ունին, մեծ բադիվ է գինը լալ եւ դունիմը մեջ մտնել եւ ամուսինին գլուխը փոխել, քանի եթե գլուխը փոխվի, ամբողջ դունը կփոխվի։ Ես հայրս փոխվեցավ, աբաշխարեց, լման դունը աբաշխարեց հետո։ Որովհետեւ մորս մդիկ չէին էր, որու մդիկ կնեի, հորս մդիկ կնեի, եւ հայրս եկավ ասավ եկեղեցի պիտի երթանգսի թքրամ, սիրով։ Ես որ անասված էի, Աստծո գահի էի, եկեղեցին կովեն չէի ուզեր նույնս անցնել, եւ եթե երթայինք եկեղեցի, անա հորս բաժարով երթայի եւ դուրս թափոր գնեի։ Մինչեւ վերջանար եկեղեցին, եւ մորս խաթրին համար գմտնեի ադեներ հաղորդություն առնելու։ Մի անհոն գմտնեի, այդ վերջին 5 վայրկանը հաղորդություն գարնեի, հետո դուրս գելեի։ Ասեր ինձ համար եկեղեցին։ Ինձ համար փանդեր եկեղեցին։ Ինձ եկեղեցի չսեիր, հետդ գրիվ գնեի, իմ մդերին բարեկամս չէր թանալ այլևս։ Մինչև որ հայրս աբաշխարեց եւ ասավ պիտի կաս եկեղեցի։ Ասի օքեյ։ Գուկամ եկեղեցի։ Քանի դան գլուխը եւ փոխվի, լման դունը կփոխվի։ Եվ դան գլուխը փոխողը վիզն է։ Քրիստոսով անշուշտ։ Վիզը որոշե ու պիտի դառնա, չէ՞, այդ գլուխը։ Սա որ վիզը շիդակ իր վարքի մեջ լա, երկուքը միասին ցերկ-ցերկի դված մեկ մարմինը լալով։ Պիտի գարենան Աստծո փույնը շինել երկրի վրա եւ Աստծո թակավորությունը հիմնել երկրի վրա։ Ամեն։ Դեր օրհնեցես։